Կարպիչ, ուտում եմ մի խանգարի, ես գիտեմ դու մաքուր սիրտ տղա ես, ուղղակի մեկ-մեկ թոքերդ եմ խսխզում, բայց դու մի նեղվի դրանից։ Հանգստացի ու հացդ կեր։ Կմորթ եմ քեզ, Ֆիլիպ, դու արդեն համը շատ ես հանում, այ հենց ստեղ վիզըտ կկտրեմ։ Աչքիս քեզ հետ քո լեզվով պիտի խոսեմ։ Լավ, ուրեմն սենց, քեզ դենց պայի, որ ենպես բան չանեմ, որ վախից տեղնախտ ընկնես։ Ֆիլիպ, նա իհա, ձեռս չի էլ դողում։ Բայց չի էլ կտրում։ Լսեք, ախորժակներս մի կպակեք, հա? Այն ժամանակ կմորթեք իրար, երբ որ ես այստեղ չեմ լինի։ Լսեցիր ինչ ասեց Յուրին։ Այսինքն քեզ ազատ տող չի լինի։ Նենց որ նստի տեղդ ու սպասիր ջրիկ ճաշիդ։ Ֆիլիպ, Յուրիկի մոտ լավ տղա մի խաղա։ Լավ տղեք ինձ պետք չեն, ու դրանով ինչ չեք զարմացնի։ Հանգիստ հացներդ կերեք։ Ֆիլիպ, եթե ինձ ասելիք ունես, մի ուրիշ անգամ կասես, ոչ կարպիչի ներկայությամբ, որ կյանքդ չվտանգվի։ Չէ, թող հիմա ասի։ Թող կյանքում գոնե մի անգամ իրան տղա մարդու պես պայի։ Դավայ, Ֆիլիպ, սկսի, ասա, էդ ինչ հանցանքների մասին էիր խոսում։ Կարպիչ, ուրեմն հիշիր։ Լավ տղա խաղալը և իրականում լավ տղա լինելը տարբեր բաներ են։ Ու սա էլ քեզ ապացույց, որ ես քեզնից լավ տղամարդ եմ։ Բայց քանի որ ես քաղցած եմ, նախընտրում եմ ճաշել։ Եվ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս, պարոն այք։ Բարի ախորժակ։ Շատ ուշացան։ Գնամ տեսնեմ ինչ եղան։ Ես էլ եմ գալիս։ Դա ոչ մի տեղ էլ մի գնացեք։ Գնալու փոխարեն կարելի է Լիլիքին զանգել։ Բարի օր ձեզ։ Բարև, բրա։ Բարև Միշ ջան։ Բարև Միշ ջան։ Բարև Միշ։ Բարև տանո։ Վիճակ ո՞նց ես։ Սպասողական վիճակում վաղը վիրահատությունն է։ Լավ կլինի, չմտածես։ Մենք էլ ենք իրան անդադ էտ ասում Միշ ջան։ Միշ, եսա բաբին կգա։ Դավ ջան, Միշը եկել է, որպեսի վիճակին տեսնի։ Ես եմ ասեմ Միշին, որ կա։ Ինքը եկել է, որ բաբին տեսնի։ Բաբի ուշքի արի, հա։ Այդ փոխի դեմքի դարտահայտությունը։ Լիլի շոկի մեջ է։ Ես էլ քեզնից իդ չեմ մնում։ Բայց փոխի դեմքի դարտահայտությունը։ Միշ ջան, դե բաբին էլ Լիլի հետ գնացին ստուգվելու, ինչ-որ ճնշում բանը չափելու, էլի։ Բաբին հղի է, աչքներս լույս երեխեք։ Բարև Միշ, դու էլ ես այստեղ։ Շնորհավորում ենք, բաբի ջան։ Մերսի։ Բայց մի վարքյան, ղեք մենակ բաբին շնորհավորում, Միշին էլ շնորհավորեք, իմ աղբերը պապա է դարձել, բա ես համկերի, համոպար։ Ես սիրում եմ փոքր երեխեքին, բաբի։ Ես կպահեմ։ Հազիվ մի հատ բարի լուր իմացանք։ Մեզնից մեկը երեխա ունեցավ։ Դեռ չի ունեցել, ճանապարհին է։ Այնպես որ ավելի աշխուժ շնորհավորում ենք իրար։ Գեղեցիկ տունը, շքեղ։
Բայց ես երբեք չեմ երազել շքեղ տուն ունենալու մասին։ Հավատում եք։ Այո, եթե շքեղ տուն ունենալու հնարավորություն լինի, ոչ ոք չի հրաժարվի դրանից։ Բայց ես կհրաժարվեմ։ Ես այդպիսին եմ, ես տարբերվում եմ։ Օրինակ, ես նախապատվությունը տալիս եմ հոգու շքեղությանը։ Իհարկե, այդպիսի մարդիկ կան։ Այ ես այդպիսին եմ։ Կներեք, այդ դեպքում չեք այս տունը նայում։ Ես այն գնում եմ։ Խնդիր կա։ Խնդիր չկա։ Ես գին սակարկում եմ։ Ոչ։ Այդ դեպքում պետք չի թերագնահատել իմ հնարավորությունները։ Եթե ես այս տունը տղայիս համար եմ գնում։ Շքեղ նվեր կլինի, չէ։ Միանշանակ, իհարկե։ Ոնց եք կարծում։ Նա կների ինձ իմ 26 տարվա բացակայությունը։ Այս շքեղությունը նրան կգերի, թե ոչ։ Ինչ եք լռում։ Իսկ ինչ ասեմ։ Դե ասեք, որ կների։ Ասեք, որ նրան դուր կգա այս շքեղությունը։ Այնքան կուզեի, որ հայրս էլ ապրեր այս տանը։ Ոչնչացնեմ ձեզ, կմորթեմ ձեզ, արյունոտ ձեռքի ու անմաքուր հոգու համար դա ոչինչ է։ Յուրի, ենքան բաներից ես հետ մնացել, ենքան հանցանքներ կան կարպիչի ուսերին, որ մի ամբողջ գիշերի քիչ է պատմելու համար։ Երկար ճանապարհ էինք իրար հետ անցել, ձեռքս չէր գնում հոշոտեի քեզ, Ֆիլիպ, բայց դու ինձ ստիպում ես, ես քեզ մասերի կբաժանեմ ու կսարքեմ անհայտ անտեր մեռել, Ֆիլիա, Յուրիկի մոտ թևեր է իր առել, հա, էլ հաշվի չառար, որ Յուրիկն ամեն վարկյան հետդ չի լինի, որ կաշիտ փրկի։ Ինչի պետքա ես այս ձևով իմանայի, որ ես հայր եմ դառնում։ Ինչ ձև, Միշ, ինչն ա քեզ այդքան խոցում։ Էնպես չի, որ դու ես վերջում իմացել, մենք ինքներս էլ նոր ենք իմացել դրա մասին, ու ես նույնիսկ չի հասցրել այդ ինֆորմացիան մարսել, երբ դու իմացար։ Հա, փաստորեն ուզում ես ասես, որ բախտս բերեց։ Պետքա դավոյին շնորհակալ լինեմ, որ ես եկա հիվանդանոց, թե չկարողա ոչ էլ իմանայի քո ուղղության մասին։ Մեկ էլ տեսար, ճիշտ գտնեի ու քեզ չասեի դրա մասին։ Այդ ժամանակ ես քո հետ լրիվ ուրիշ ձև կվարվեի։ Ու ես վերջապես կծանոթանայի իսկական Միշի հետ։ Ինչքան ժամանակա ճանաչում ենք իրար, իսկ դու քեզ համար Միշ ես փնտրում։ Թող Աստված ինձ ների, բայց հիմա այս պայմաններում իմ հղիությունը տեղին չէր։ Լսի, եթե իմ երեխեն քո համար բեռա լինելու, ես իրան կպահեմ ու կմեծացնեմ, հասկացար։ Իսկ ես չասեցի, որ իմ երեխեն ինձ համար բեռա լինելու, Միշ։ Բաբի վերադարձ է ինձ մոտ։ Արի փորձենք նորից երջանիկ լինել։ Բաբի հավատա ոչինչ պատահական չի լինում։ Աստված գիտի ինչ է անում։ Ու երևի սա նրա համար էր, որ մենք նորից միանանք։ Միշտ, բայց եթե մենք չենք կարողանում երջանիկ լինել, ոնց միասին լինենք, կասես, մենք դժբախտ մեր երեխուն էլ դժբախտացնենք։ Ես քեզ հետ դժբախտ չեմ եղել, բաբի։ Այն անգամ դու ինձ լրիվ ուրիշ բան հասկացնել տվեցիր։ Բաբի քո
Հղիության լուրը լավագույն նվերն էր, որ ես կարող էի ստանալ։ Մի խլի ինձանից այդ նվերը։ Վերադարձի ինձ մոտ։ Ես չեմ ուզում, որ մենք հանուն երախո միասին լինենք։ Այսինքն դու կտրականապես հրաժարվում ես ինձ հետ ապրելու մտքից, հա։ Միշտ ինձ համար էս ամեն ինչը շատ ծանր է։ Մեկը հղիությանը ես շատ լուրջ եմ մոտենում։ Ինձ իմ կյանքի պատմությունն է դա ստիպում։ Ես մայր չեմ ունեցել։ Ինձ մայրություն չեն արել։ Ու ես չեմ իմանում, թե դա ինչպես է արվում։ Բայց ես ինքս ուզում եմ լավ մայր լինել։ Հետևաբար պետք է ամբողջությամբ գիտակցեմ մայր լինելու առաքելությունը։ Այնպես չի, որ ես քեզ չեմ հասկանում։ Ես քեզնից ժամանակ եմ խնդրում։ Մենակ մի փոքր ժամանակ։ Եթե հասկանում ես ինձ, ապա պետք է ընդառաջես։ Նույնիսկ ժենին չեմ ասել տանս տեղը։ Արա քրեխտ եմ քեզ արա։ Լսում ես արա քրեխտ եմ քեզ արա փողոց այդ կծեմ շանների դեմ արա։ Գտնես։ Ո՞յս դու արա։ Ձեր չտաս։ Ես քո համար փողոցային չեմ հասկանում ես։ Դու ես փողոցային ես որ կաս արա։ Քո նման փողոցայինները գիտես որտեղ են արա։ Էլ ամենավատ տեսակի փողոցայինները որ ես ճխում են յանի մենք փողոցային չենք նորմալ աղջիկ ենք։ Լսի, ինչ շվիրավոր ես։ Լսեցիր։ Դու թե ինչ է արա։ Դու ով դառա։ Ով դառար որ զանգես իմ կնգան, կանչես տեղ ու քո լիր փեքատների իրան պատմես։ Ով ես դու արա։ Ինչ մեղքա։ Շատ մեղքա քո նուրբի կինը։ Իմ կինը արա, իմ կինը բարոյականության տիպան արա։ Դու որ սաղ կյանքդ էլ ապրես։ Ոչ կլինես, ոչ է կհասնես։ Լսի, ես չեմ պատրաստում նստեմ ու քո կնոջ գովքը լսեմ, հասկացար։ Դու եսը չեմ պատրաստում քո փողոցային լեկտիությունները կուլ տամ, Որ այդպես է, ուրեմն չձևացներ, թե երեխուն ընդունում ես։ Երեխուն է այդ դաուն, ոչ թե քեզ։ Ես չորցած ուղեղովդ քեզ հույս ես տվել, յանի քեզ է պետք է տերելն է։ Ու վաբշե, մտքիդ ծերով հանկարծ չանցնի, որ դու կաս ենքան, որ ինձ ու կնոջս բաժանն ես։ Անեցա, որ մեղքս եկար, մեկ է քյորպի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը ինձ ստիպեց ես տունը վարձեմ։ Թե չէ դու ելնես քո մոմենտով մտածել ես այդ տակապավ, անգավ թակարդը։ Քեզ լինի քո տունը։ Ես երեխուն վերցնում եմ ու գնում եմ։ Հա, ու մեզ պետք չի, որ դու հայրությունը ճանաչես։ Հանգստացի ես ես ավելի լավ տարբերակ կասեմ։ Երեխուն ես կտանեմ ու դու էլ քեզ հաշվի ազատ աղջիկ։ Կգնաս մեկին կկպցնես, ասես կբզբզասելի դու քո մոմենտներով։ Ես նրա մայրն եմ, լսում ես։ Արա լավ, արա էպաց հապի խնդալը գալիս է դուր մերն ուր արա։ Դու հայրությունը չես ճանաչել։ Ուրեմն դու ես երեխու համար անծանոթ մեկն ես։ Էս տանը 3 ամսա վարձը տված է։ Ապրի քո համար, նենց, չգիտեմ, քու կայֆերով։ Երկար ապրեցիր Ֆիլիպ, սկսում եմ ինձ չհարգել քեզ չպատժելու համար։ Չեմ կտրում քեզ աշխատանքիցդ, պապ։ Ես ոնց եղավ սխալվեց իրեկարից մոտ այդ որ կամինա փչել բերել քեզ։ Բաժակներ կգտնվեն մոտդ։ Չեմ ջոգում ես, եկել ես ուզում ես խմել ինձ հետ։ Ուզում եմ, որ դու էլ ինձ համար ուրախանաս։ Փաստորեն առիթ կա։ Հա, առիթ ունենք։ Պապա եմ դառնում։ Բաբին հղի է, պապի ջան։
ինչ է նշանակում։ Կյանքս ես երեխան այսօր մանից մեր հետ ապրելու։ Մենք կլինենք այս երեխան համ հերը, համ մերը, հեսա դեպի միասին անունը կորոշենք։ Սպո ինչի ես երեխուն մորից վերցրել ու բերել այստեղ։ Դու ինչ մեր։ Են ես երեխան մերություն անում, հա։ Ոչ մի ուզում եմ մերություն անի, ոչ ուզում եմ ստրուկ սարքի իրան ջոգում ես։ Ուզում եմ մեր ընտանիքը քանդի, բայց հիմա ասել էի, հա թե ինչ կանի։ Այտենց ուզենալով է կամանա։ Ու բրծավ всё, երեխան մեր մոտ կլինի այդ առի, տանարի զանգերից էլ կպրծնենք։ Չէ՞ բալա։ Ինքը իր կամքով է երեխուն տվել։ Երեխան իր զենքն է։ Ոնց իր կամքով կտար վերցրել։ Ես հիմա ինչ պիտի անեմ, պիտի պահեմ այս երեխուն։ Կարծեմ ոչ վաղ անցյալում նման ցանկություն ունեի։ Սպո ունեի, բայց Իսկ ինձ թվում է իրականում չունեիր, ուղղակի մոտ ձևեր էիր թափում, որ յանի տեսեք, ես էլ սիրտ ունեմ, հա։ չէ սպո, ես ինչ ասում էի, ճիշտ էի ասում ու սրտից էին բխում այդ խոսքերը։ Ուրեմն ապացուցի։ Սպո, ես երկու երեխու հետ գլուխ չեմ հանի, ես չեմ կարա։ Պատասխանատվությունը շատ մեծ է ու ես մենակ եմ։ Կյանքս մենակ չես, ես գոյտը։ Մենք երկուսով հաստատ գլուխ կհանենք։ Չգիտեմ, ես կարող եմ գիժեմ, ինչ եմ, որ առանց ապացույցի այդ երեխուն համարում եմ իմը, բայց խնդրում եմ, այս ընթացքում դու էլ այդպես համարի։ Սպո, ես հիմա ինչ եմ անելու։ Մայրություն կյանքս։ Այս երեխան մի ամսական է ու անհասիկ է ծնվել, մենք ոնց ենք իրան պահելու, ոնց ենք կերակրելու։ Անես չի որ այն մեկը կերակրում էր այդ երեխուն, արեստական կերեր տալի էլի, հետո ասես կտա։ Ճիշտ է, բան չունեմ ասելու, մայրական կաթը կարևոր է, բայց դե հիմա ինչ անում։ Բերեք։ Да. Պապի եմ դառնում։ Այդ ձեր տիր ու տարտը դա։ Ասել որերորդ անգամ։ Ափսոս, որ հերթական թոռդ պետքա ծնվի հերթական խախուտ ընտանիքում։ Ինչ ասեցի։ Որ երեխեդ կարողացավ նորմալ ընտանիք կազմել։ Ոչ մեկը։ Ու Բաբի հղիությունը պետքա բացահայտվեր այն ժամանակ, երբ մենք իրարից որոշեցինք բաժանվել։ Արա կարող է դա вообще հղիել չի։ Ինձ թվում է դա սա խնարովի մոմենտ է։ Ուզում է հետ մեր տուն գա, չի իմանում ոնց անի դա։ Բաբ, դու բաբին այնքան չես սիրում, որ պատրաստ ես ցանկացած բան հորինել, մենակ թե նրան իմ աչքին սևացնես։ Լավ։ Թորը թոր, բայց ես իմ խոսքն ասել եմ ու խոսքիս վրայից չեմ անցնել։ Ինչ նկատի ունես, բաբ։ Դա որ բաբին մեր տան էլ երբեք չի ապրի։ Սենց ենք անում։ Թող երեխան ունենա, բերի տամեզ ու ռադը քաշի գիտը։ Բաբ։ Ինչ։ Հավատա, ես ճիշտ եմ ասում։ Ժեն, երեխուս տարա, բայց ես ոչինչ չկարողացա անեի։ Լավ դերասանություն մի արա։ Սկզբից եւ էլ այդ երեխան քեզ համար կարևոր չի եղել։ Լսի, դու մտածում ես նոր ես խոսում, հա? Ես մտածում եմ, իսկ այ դու քայլեր անելուց առաջ չես մտածում միանշանակ։ Ինչ եմ արել։ Իմ մեղավորությունը ո՞րն է։ Ոնց կանգնացնեի Սպարտակին։ Ես քեզ զգուշացնում էի, չէ՞ որ չես կարողանալու այդ տղային ընտանիքից կտրել։ Չէիր լսում ինձ։ Ուզածը տունն էր ստացար, բայց դա էլ քեզ չբավարարեց։ Կարող ես էլ չխոսել, հա? Մեծ սիրով, բայց մի մոռացիր, որ դու ես ինձ այստեղ կանչել։ Որոքն ես, ոչ թե մեղադրես։
Քո կողմից իսկական ստորություն էր այդ աղջկան այստեղ կանչելը։ Ու Աստված գիտի թե ինչ էր ես նրան ասել, որոնց մասին հիմա լռում ես։ Լսի այդ որտեղ է գրված, որ իր երեխան պետքա հայր ունենա, իսկ իմը ոչ։ Բայց այդ տղան պատրաստ էր քո երեխային հայրություն անել։ Հակառակ դեպքում ես տունը չեր վարձի ու քո ամեն զանգի դեպքում չեր վազի այստեղ։ Այո, պատրաստ էր, բայց դա իմ համար շատ քիչ էր։ Ես ուզում էի, որ սպոնել իմը լիներ։ Այսինքն ամեն դեպքում եկանք իմ ասածին, որ երեխան քեզ համար կարևոր չի։ Եթե կարևոր չլիներ, այսքան վատ կլինեի ես, հա։ Դու վատ ես, քանի որ Սպարտակի հետ կապված բոլոր հույսերդ մարեցին։ Դեռ չեն մարել։ Դու չես գիտակցում, որ այս տան մեջ մնացել ես մենակ։ Հասկանում ես, այս տունը ինձ պետք չի։ Առանց սրա էլ ես կարող եմ։ Ես տուն ունեմ։ Ուրեմն մնա քո բարձրության վրա։ Վերադարձիր հորդ տուն ու խնդրիր, որ նա քեզ օգնի։ Այդ ժամանակ Սպարտակին իմը դարձնելու բոլոր հույսերից կզրկվեմ։ Իսկ ես կարգավիճակում դու ով ես։ Ասա, անվանում տուր սրան։ Ես երեխուն կվերադարձնեմ։ Իսկ Սպարտակին հասկացնել կտամ, որ ինձ հետ պետք չի վարվել այնպես, ինչպես կվարվեմ վերջին ամբարոյականի հետ։ Դու քեզ այնպես չպահեցիր, որ նա քեզ հարգեր։ Սպո միթե կույր ես։ Միթե չես տեսնում, որ տանջվում եմ, որ ես պատրաստ չեմ սրան։ Ոչ մի կին արարած պատրաստ չի իր ամուսնու սիրուհու երեխային պահել։ Խոստումներ էի տալիս, բայց այժմ հասկանում եմ, որ խոսքերով ու պատկերացումներով ամեն ինչ հեշտ է թվում։ Ես չեմ կարող հանդուրժել։ Ես զգում եմ, որ մեր միության վերջը մոտենում է։ Ֆրիկ ջան ապրես որ եկար։ Հազիվ մեկը եկա, որ ինձ պաշտպանը կայքում։ Թե չես Լիլիթ ու բաբին այնքան խոսացին, եկա քնեցի։ Եթե ես ինձ լավ եմ զգում, ինչի գնամ բժիշկների ձեռ ընկնեմ, հա։ Ստանու գիտես ինչ վատ է, երբ որ մարդուն հիշում են, երբ որ ինքը հիվանդ է, կամ արդեն մեռնելուց հետո։ Հենց իմացա, որ քեզ հետ նման բան ա պատահել։ Իմ հետ ինչ ա պատահել, որ կարաս ասես։ Ես քիչ չգիտեմ իմ հետ ինչ ա պատահել։ Սա էր մնում, որ հանդուրժեի դուրս գնային տնից։ Քո տնից կգնամ այն ժամանակ, երբ երեխուս տաս։ Այդ երեխան մենակ քոնը չգիտես, Սպարտակինն էլ է, իսկ Սպարտակը որոշել է, որ այդ երեխան մեզ հետ համրելու։ Սպարտակը իր եւ քո փոխարեն կարող է որոշումներ կայացնել, բայց իմ փոխարեն ոչ։ Կանգնի։ Իմ տան մեջ քեզ այդպես ազատ մի զգա։ Ահա եւ իմ երեխան։ Նենց էլ բերել պարկացրել այստեղ, ոնց որ դու ես լույս աշխարհ բերել։ Ես իմ երեխան ունեմ ու ինձ միանգամայն բավարար է։ Բայց միևնույնն է, դու երեխուն տանից դուրս չես անի։ Չեմ հանի։ Առանց Սպարտակի իմանալու դու ոչ միտեղ չես գնա։ Դու տես գնալը ոնց է լինում։ Չես լսում ես քեզ ինչ եմ ասում։ Մինչև Սպարտակը չիմանա, դու երեխուն չես տանի այստեղից։ Եթե քո երեխուն տանեին քո ձեռքից, դու ինչ կանեիր։ Կամ թույլ կտայիր, որ ուրիշ կին քո երեխուն պահեր։ Եթե այդքանը հասկանում էիր, ուրեմն ամուսնուս ետևից չվազեիր։ Քաչ գիտակցելով, որ նա ընտանիք ունի։ Հա, ուրեմն դու ես, հա, սովորացրել Սպարտակին։ Վրեժ ես լուծում։
Աղջիկ քո գլխում մի փոքր ուղեղ կա, գոնե շատ քիչ։ Հա, բայց ես քո նման խորամանկ չեմ։ Դու եկար են տուն, որը Սպարտակը ինձ համար էր վերցրել։ Իսկ այն ժամանակ ուրիշ բան էիր ասում։ Գիտես, ասում էիր, որ Սպարտակը տունը քեզ համար գնել է, ու դա լինելու է ձեր սիրային հանդիպումների անկյունը։ Դու էլ դրան չդիմացար, բայց ինձ հետ լուծեիր քո արծերը, ոչ թե Սպարտակին տրամադրեիր իմ դեմ։ Մնում էր, որ ես ամոթանք լսեի ամոթանքից բացառապես հեռու մարդուց։ Բարևներ Սպարտակին։ Եթե քեզ մի փոքր հարգում ես, ուրեմն էլ մեր կյանք չմտնես լկտի։ Բառերը չափավորիր։ Ես էլ կողմից կարող եմ խոստանալ, բայց դե Սպարտակը չընկնի մեր հետևից։ Ես էլ սենց չեմ կարողանում։ Պապայի գերեզման վախեցար, այս երբ եկար։ Հանգստացել ես, Կարպիչ։ Ինչի, ես անհանգիստ էի։ Դու երեկն հենց հուզված էիր։ Ես քեզ եկել եմ տենց հուզված, կարամ ասեմ, վերջին անգամ տեսել եմ հարսանիքիդ։ Հարսանիք ասիր թողիր, ցավը տանեմ։ Յուր, պապայի գերեզման, որ ես խելքին ալ էի այն ժամանակ, Вообще ոչ էլ կամուսնանայի։ Հա, ինձ ազատ, անդարդ, սենց կապրեի, կյանքս կվայելեի։ Ես ինչ չար, ես ինչ կյանքա։ Ասում ես, երեք ինչ էիր հուզված, Կարպիչ։ Այդ ցավը տանեմ, ախր այդ Ֆիլիպը ում ասես կգժվացնի հեմրդ։ Լուրջ եմ ասում, դրամ էլ մինչև հիմա ոչ ամուսնանում է, ոչ բան։ Ով կապրի արա դրա հետ։ Դու դրա հերը շուն դառնա, Հա, շատ է փոխվել։ Շատ է փոխվել որն է, բանա, ախպեր, պրոստը անտանելի է դարձել։ Հա, ախպերս, հա, շատ անտանելի ու համարձակ է դարձել։ Պապայի գերեզման, դու էլ դրա խոսքերին հավատացել ես, ախր չի սազում քեզ, չի սազում, Յուր ջան, ոնց ես դու վաբշե դրան հավատում։ Կարպիչ ջան, Ֆիլիպը ակնհայտ ձևով ես էլ երկրորդ անգամ ինձ ինչ-որ բան է ուզում հասկացնի։ Էլի եմ ասում, ցավը տանեմ, ախր չի կարել, դու ոնց ես դրան հավատում, դու այդքան շուտ խաբվող տղա չես է։ Լսի Կարպիչ, այս քո կապիկության համար կարշիտ կքերթեմ։ Արա դու երբ ես հասկանալու, որ սաղ կյանքդ հաղթող չես կարող լինել, քեզնից ուժեղ էլ կա։ Այդ ցավը տանեմ, վրոձի լավ էինք իրար հետ, չէ, ինչ եղավ է, չեմ հասկանում։ Վատ ենք եղել, տեսար այնքան լավ էինք, դաժե երեխուն տվեցի տարար, խատրիցը դուրս չեք ասի, բա ոնց, համել քու թորնա, դու էլ տար մի քիչ սիրի երեխուն, հետո հետ կբերես։ Տվեցի, հիմա ինչ, ախպեր դու ես դրան հավատում վաբշե, այդ Ֆիլիպին այդ բառել չեմ գտնում ասեմ, դու չես ջոգում, որ իրա ուզացնել հենց էտա, ուզում է, որ մեզ իրար դեմ դուրս բերի, որ մենք կռվենք։ Կարպիչ, այն անգամ քո տան մեջ, քո հարազատների ներկայությամբ, Ֆիլիպը գրեթե խոստովանում էր քո գործած հանցանքը։ Ընթրիքի ժամանակ էլ ուզում էր, գրեթե ուզում էր ասել, բայց բերանը փակ պահեց, բայց ոչ նրա համար, որ դու դանակով վախացրիր, չէ, նա չվախեցավ։ Դե բաներա, գնա Ֆիլիպից էլ պատասխան պահանջի, որ այդպես է։ Ես ուզում եմ, որ դու այդ պատասխանը տաս։ Ախպեր ես քեզ պատասխան տալու չունեմ։ Ունես։ Դա ինձ հետ կապված ինչ-որ հարց է։ Ֆիլիպը ինձ ինչ-որ բան է հասկացնել տալիս, որ դու իմ դեմ ինչ-որ քայլ ես կատարել կեղտոտ։ Աշխարհ, արա ընչի ասենց անարդար ես աշխարհ, ընչի ասենց ցավը տանեմ։ Պապայի գերեզման, էլ ոնց երդվեմ, որ ինձ հավատաս, ախպերությունը տենց, հա, դուրս եք եկել իմ դեմ, ախպեր, ուզում եք ինձ գծերից գծեք, հա? Կարպիչ, քո այս կապիկությամբ ինչ ես շեղի, ես այս անգամ կպարզեմ եղելությունը, ու եթե դու հանկարծ աններելի
քայլ կատարած լինես իմ հանդեպ, ես չմնայի ոչ ընկերությանը, ոչ խնամի լինելու, վրայովդ միանգամից կանցնեմ։ Շնչի, արտաշնչի կարպիչ։ Շնչի, արտաշնչի ու կանխիր սրանց հանդիպումը, քանի բանդ բուրդ չի։ Ինչ գնով էլ լիներ, չպիտի թողնա երեխուն տաներ։ Ոյ, հորս Սարևարայանի գլխից քիչ սպիտակ մասկար, այս թվերի մեջ լրիվ էսակ սիպ տկեմ։ Այս պալիվում սրանցից ոնց որ գլուխ չեմ հանելու։ Հանելը քեզ թափ դու սպորա, չեմ ջոգում խի դու էդ տղեն ես արա։ Դավայ։ Հոտը դի գազին աղբերես։ Սաղ, տեղը տեղին գլխի բե աղբեր չան։ Հաջան, ես իմացար, որ մարդուտ գլխից ծուխ է ելնում, ասիր զանգեմ կյանքիս, ասեմ թող էդ աշխատանքա, ինչա, փողերա, մողերա, սաղ, ռադարա, արի կյանքիդ գիրգե, չէ։ Սպո, զանգել եմ, որ ասեմ… Գետեմ կյանքս, գետեմ, ինչ պտի ասես։ Ես արդեն ասեցի քո տեղը, պտի ասես թող գործ փող մող, արի գիրգես, չէ կյանքս։ Սպո, Սյուզին էր եկել։ Ուր էր եկել, չջոգի։ Մեր տուն, Սպո, երեխուն վերցրեց ու գնաց։ Տարավ երեխուն։ Հա։ Ինչը հա։ Դու էլ այդպես հանգիստ տվիր ձեռը ասիր ապրես որ եկել ես, վեկալ տար, չէ։ Սկզբում թույլ չէի տալիս, Սպո, փորձեցի նրան տանից դուրս հանեմ, բայց ինքը գոռում էր ու իր երեխուն էր պահանջում։ Հա, դե քանի որ քո սրտով էլ չէր այդ երեխուն պահելը, դե սիրուն տվիր ձեռը, ասիր տար ցավդ տանեմ, տար, չէ։ Ու դու ին վերաբերմունքը այսքան ես գնահատում։ Սպասում էի, որ մեղադրելու ես, բայց որ ես ձևով ավելի վատ չէր կարող լինել։ Ինչ ասեմ, Ազիզ ջան, ապրես, շատ ապրես, որ մեզ թորնիկ ես պարգևում, ապրես, պապի ջան։ Ազիզ, ուրախ չես դու։ Այսօր Վիտուսի վիրահատությունն էր, առավոտվանից հիվանդանոցում եմ եղել, ու հիմա փոքր ինչ ինձ վատ եմ զգում։ Նայ, հա, հլը ջանուլիստ ես, հա։ Իսկ մի բերան չի ասել, որ այդ երեխին տենց խնդիրներ ունի։ Ոչինչ, լավ, ես կգնամ, Սանիկիս կտեսնեմ։ Դու ինձ են ասա։ Երբ ես տուն վերադառնում։ Ես չեմ վերադառնում։ Ես այդ մասին Միշի հետ եմ խոսել։ Աղջիկ ջան, Բալիկ ջան, դու ու Միշս ստեղծված եք իրար համար, բաբի ջան։ Դա այդպես չի։ Պինկի, դա այդպես է։ Եթե դա այդպես չլիներ, դու հիմա չէր հղիանա։ Իսկ դա գիտես ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ դա Աստծո կողմից ուղարկված պարգև է ու նշան, որ միասին լինեք, որ չբաժանվեք։ Եվ որ հանկարծ ու հանկարծ ճակատագրական սխալ չգործես։ Գուցե։ Շեշտ ասում, գուցե։ Ես զարմանում եմ այս ջահելների վրա, լուրջ եմ ասում։ Այս նոր սերնդի վրա ես ուղղակի շշմում եմ։ Մեծին լսել չգիտեք։ Դե անպայման ոտներ կպնի քարին, դժբախտանաք, նոր արդեն հասկանաք ինչի ինչոց է։ Կլինի ես ու Միշը որոշենք մեր անելիքները։ Մենք մեր կյանքը դասավորենք։ Հասկացա։ Լավ էլ հասկացա։ Սիրուն ձևով ունես ցրում ես, հասկացնում ես, որ ես չխառնվեմ, հա։ Ես Միշից ժամանակ եմ խնդրել։ Դե լավ է։ Այդ նշանակում է, որ հույս կա, էլի, որ խեղտերը գլուխներդ կհավաքեք։ Դե լավ է։ Կհասկանաք, որ ձեր ուղին նույնն է, որ երեխուն նորմալ ընտանիք է պետք, մեզ թորնիկ է պետք,
ինչ վերաբերում է ինձ, ես ջանուլիս կհամոզեմ, որ առաջվա նման էլ Միշիս ու քեզ չճնշի աղջիկ ջան։ Շնորհակալ եմ։ Հա, խնդրեմ Ազիզ, խնդրեմ։ Բաբի ջան, իսկ բանը, այսինքն սերը հələ բարձ չի, չէ։ Չէ, երևի դեռ շատ շուտ է։ Հա, բա շատ շուտ է հələ։ Ահա երբ եք գնում գինեկոլոգի մոտ։ Սա աշխարհն իմանա, որ վարդի հարսը հղի է։ Աղջի սախտերին իմացել։ Ասած ասեն է, որ սաղ պտի իմանան, որ դու առողջական խնդիրներ չունես։ Չէ այդ խմի։ Մի քանի ժամ քեզ չէի տեսել, կարոտել էի գիր։ Ընկերներդ անհանգստանում էին քեզ համար։ Բոլորս շատ անհանգիստ էինք։ Միաբերան աղոթում էինք։ Երբ բժիշկը դուրս եկավ ու ասաց, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, բոլորը գնացին իրենց գործերով, բայց իրանք շուտ կգան։ Գիտես, երբ որ քեզ վիրահատության էին մտցնում, փոշմանել էի, չէի ուզում թողնեի։ Այդքան վախեցել էի ու ոչ միայն ես։ Լավ։ Ես գնամ խանութ, շուտ կգամ, իսկ դու հանգստացիր մինչև հետ։ Եթե մեզ հետ բան պատահի, երեխան կմնա մենակ։ Պետք է երեխան մեզ հետ վերցնեինք։ Սիրտս անհանգիստ է երեխու համար, պետք չի նրան մեզ հետ տանել։